Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում է Միս և Միստր Աշխարհ հեռուստածրագիրը։ Այսօր ձեզ համար շատ գեղեցիկ ծրագիր եմ պատրաստել, բայց միջ ծրագրի սկսելը ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Նարցիս հեռուստաալիքին, որ մեզ տրամադրել են իրենց ժամը, որպեսզի այս գեղեցիկ ծրագիրը իրականանա։ Խորին շնորհակալությունս ձեզ այսպիսի բարի և լավ գործի համար։ Ես ասեմ, որ իմ անունս Մարիաննա Սարգսյան է, ես երգչուհի, բանաստեղծուհի, մի շարք միջոցառումների կազմակերպչուհի եմ, 12 տարի շարունակ դասավանդում եմ հայոց լեզու, կրթելով երեխաներին, հայոց տառերը, գիր, գրականություն, նիստ ու կաց, եւ ուզում եմ, որ յուրաքանչյուր երեխա ծնված Ամերիկայի Միացյալ Նահանգներում հպարտ լինի հայ կոչվելու համար։ Իսկ այժմ ուզում եմ ձեզ ներկայացնել իմ նոր գիրքը, որ նոր է տպագրվել, նպատակս է, որպեսզի երեխաներին ավելի մատչելի կերպով ներկայացնեմ տառերը եւ երեխաները ավելի հեշտությամբ սովորեն եւ ուրախ լինեն։ Նախ գիրքը շատ գունագեղ է, ընդգրկված է բոլոր մեր գեղեցիկ 39 տառերը, գրքի անունը ոսկեղենիկ հայերեն տառեր եւ իդեպ ասեմ, որ յուրաքանչյուր տառը նկարագրող տողեր եմ գրել։ Ա արևն է, պայծառ շողում, Արագածի, Արարատի, Սարի, Լանջին, եւ ուսուցողական է, եւ գեղեցիկ է, եւ նաեւ մատչելի է, որպեսզի երեխաները կարողանան տառերը ճիշտ արտասանեն։ Ա տառի 3 ձևը գրված է եւ բոլոր տառերին է սա վերաբերվում՝ ձեռագիրը, տպագիրը, թռչնագիրը, որպեսզի երեխաները իմանան տարբերությունը տառերի եւ հասկանան, որ դա նույն տառն է, ուղղակի տարբեր ձևերով է գրված։ Տառի հետ կապված բառեր ենք գրել, այսինքն այս ամեն ինչը ես եմ մտածել, նկարներով գունագեղ ներկայացվել է եւ քայլ առ քայլ ներկայացնում եմ, թե ինչպես գրել յուրաքանչյուր տառը։ Այնպիսով բոլորին քաջալերում եմ, որպեսզի ձեռք բերեն այս գրքերը եւ երեխաները ավելի մատչելի ձևով սովորեն հայերեն, քանի որ հայ կոչվել միայն հայկական ազգանուն կրելը չէ, այլ պետք է հայոց լեզուն իմանանք, որպեսզի երեխաները աշխարհի որ ծայրում լինեն, կարողանան խոսեն, գրեն, կարդան մեր հայոց գեղեցիկ լեզուն։ Նաեւ այստեղ օգնության կարգով ունեմ տառերը, եթե այն ծնողները կամ մեծերը կամ փոքրերը, ովքեր որ տեսնում են տառը, բայց իրենք չեն կարողանում տառը արտասանել, սա հնարավորություն է տալիս, որպեսզի երեխաները յուրաքանչյուր տառ կարողանան արտասանեն լիարժեք ձևով։ Այնպես որ քաջալերում եմ բոլորին ձեռք բերել այս գեղեցիկ գրքերը, իդեպ ասեմ հունիսի 1-ին գրքի շնորհանդեսն է լինելու Լորանջ ռեստորանում, կոչ եմ անում բոլորին, որպեսզի ներկա լինեն եւ ես ինքս սիրով ձեզ համար նաեւ կստորագրեմ, նաեւ մեկ ստորագրման օր էլ կլինի գրքի շնորհանդես մայիսի 11-ին քիչ անց ավելի կմանրամասնեմ այդ միջոցառման մասին։ Իսկ այժմ ես ձեզ ուզում եմ ներկայացնեմ իմ տաղավարի հրաշք երեխաներին։ Իմ տաղավարը էլ ավելի գեղեցիկ է, քանի որ այսպիսի հրաշք երեխաներ եմ ես հյուրընկալել եւ պետք է խնդրեմ, որպեսզի յուրաքանչյուր երեխան ասի իր անունը եւ եթե բանաստեղծություն գիտեք, խնդրում եմ ասեք։ Անունդ կասես։ Էլլա ջան, քանի տարեկան ես։ 8 տարեկան, 8 տարեկան հրաշք Էլլա։ Էլլա ջան, կարող ես մեզ համար բանաստեղծություն արտասանել։ Այո։ Սիրով լսում ենք։ Մայր լեզու։ Երեխաներ, եկեք սկսենք սովորել մեր մայր լեզուն, որպեսզի կյանքում հավերժ շնչի անուշ մեր մայր լեզուն։ Ուր է լինենք, որ անկյունում, պահպանեք ձեր մայր լեզուն։ Հպարտությամբ ներկայացրեք ձեր անգին հայոց լեզու։ Հպարտ եղեք, որ կարող եք խոսել անվերջ ու անդադար։ Ինքնավստահ ներկայացրեք մեր անգին հայոց լեզու։ Կեցես, Էլլա ջան, շատ ապրես, շատ շնորհակալություն։ Իդեպ ասեմ սիրելի հեռուստադիտող, որ այս բանաստեղծությունը հենց իմ գրված բանաստեղծությունն է եւ հենց առաջի էջի վրա կարող եք այդ բանաստեղծությունը նաեւ սովորացնել ձեր երեխաներին, թոռնիկներին։ Էդգար ջան, քանի տարեկան ես դու։ 5 տարեկան։ Էդգար, կարող ես մեզ համար բանաստեղծություն արտասանել։ Այո։ Սիրով լսում ենք։ Հայոց լեզու, սիրում եմ քեզ, հայոց լեզու, մայրիկիս պես, անոս ես դու,
Կենոմը ես հեպատանում, կերում, կատում, ատասանում։ Կեցես, այսպիսի հրաշք Էդգար, հրաշամանուկ, որ այսքան փոքր տարիքից արդեն գեղեցիկ հայերեն լեզվին է տիրապետում, կեցես։ Իսկ դու կարող ես արտասանել, Սարգիս ջան։ Ղեկե եթե լավ բնես, ղեկա վարենք ընտրվես։ Կեցես, իդեպ ասեմ, Սարգիսը շատ լավ փաստ նշեց, որովհետև ինքը նշեց մի մասնիկ իմ գրքից ղ տառի հետ կապված, ղեկը եթե լավ բռնես, ղեկավարել կընտրվես։ Բացի դրանից բանաստեղծությունդ կարող ես արտասանել։ Այո։ Սիրով լսում ենք։ Ողջույն ուսուցչին, ողջույն ումեն սրտագին, ուսուցիչ մեր թանկագին, դուք ժպիտ եք պարգևում ու ջերմ խոսքեր մեզ ասում, լույսի շողեր եք տալիս, դուք ձեր ուշիմ սաներին, մենք նայում ենք ձեզ ինչպես ծաղիկները արևին։ Կեցես, ապրես, շատ ապրես, Սարգիս։ Մերի ջան, դու ինչ ես պատրաստել մեզ համար։ Ինչ բանաստեղծ։ Գետակ, սիրով լսում ենք։ Ուր ես վազում, այպես արագ, այ դու կայտար, սիրուն գետակ, կան կարխահար, էս ծարի տակ, չէ փոքրիկս գնան պիտի, դես շաղացը գյուղի մոտիկ, պետք է ուշտան, որ պտտի։ Կեցես, հրաշալի, անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուր երեխայից, որ այսպիսի գեղեցիկ ձևով կարողանում է մատուցել եւ համարձակ է, որ եկել է եւ կամերայի մեջ կարողանում են իրենք այսպիսի գեղեցիկ ձևով ներկայանալ։ Շնորհավորում եմ բոլորիդ, շատ ապրեք, շատ հպարտ եմ ձեզնով, որ դուք այսպիսի հրաշալի երեխաներ եք։ Ես ձեզ շատ սիրում եմ, իսկ քիչ անց կլսենք մեր հաջորդ մասնակիցներին իրենց գեղեցիկ բանաստեղծություններով եւ ուզում եմ նշել, որ այս հրաշք երեխաները նաեւ ապրիլի 3-ին շատ մեծ միջոցառման են մասնակցել, որտեղ ներկայացվել է հայկական մշակույթ եւ իրենք շատ գեղեցիկ դետալներ ներկայացրեցին այդ միջոցառման ժամանակ, կրթելով ամբողջ Darby Avenue Elementary դպրոցի ծնողներին, ուսուցչական կազմին, երեխաներին, հատուկ հյուրերին, թե ովքեր ենք մենք, ինչ ստեղծագործություններ ենք արել, ինչեր ենք ստեղծել մեր կյանքի տարիների ընթացքին ու բոլորը շատ տպավորված էին եւ հիացած։ Խորին շնորհակալությունս, որ կարողանում եք այսպիսի գեղեցիկ ձևով ներկայացնել, իդեպ ասեմ, որ բոլորը տպավորված էին, իդեպ տնօրենն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց մեր ամբողջ հայ համայնքին, որ կարողացել ենք այդպիսի գեղեցիկ ձևով ներկայացնել, մտահղացումը իմն էր, ես էի կազմակերպել եւ բնականաբար ներգրավել էի իմ հրաշք աշակերտներին։
Սիրելի հեռուստադիտող, շարունակվում է մեր ծրագիրը եւ այժմ հնարավորություն ենք տալիս մյուս մասնակիցներին, որպիսի իրենք էլ գեղեցիկ ձևով ներկայացնեն եւ արտասանեն։ Էմիլի ջան, քանի տարեկան ես? 9 տարեկան։ Կարող ես մեզ համար բանաստեղծություն արտասանել։ Այո, Սիրով լսում ենք։ քաչ հերոսներ, հայ զինվորներ, հայաց կերտող, մեր անունը բարձր պահող, հայ հերոսներ, քաչ հերոսներ, դուք մեր ուժն եք, մեր պաշտպանը, մեզ լույս արև ու կյանք տվող, հայ հերոսներ, քաչ հերոսներ, դուք անկոտրում ոսոխի դեմ, նույնիսկ մի պահ չթուլացող, հայ հերոսներ, քաչ հերոսներ, դուք անմահ եք հայացք պաշտող, մեր պատիվը բարձր պահող, հայ հերոսներ, քաչ հերոսներ, դուք անկոտրում մեզ ուժ տվող, հայացք պաշտող, հայ հերոսներ, քաչ հերոսներ, ինչ էլ տեսնեք, ինչ էլ զգաք, միևնույնն է, քաչ կմնաք, արիաբար առաջ մղված, ոսոխի դեմ հզոր կանգնած, նույնիսկ եթե զենք չունենաք, հաղթանակած միշտ դուրս կգաք։ Կեցես, հրաշալի։ Իդեպ ասեմ, սիրելի հեռուստադիտող, որ այս բանաստեղծությունը ես եմ գրել եւ գրել եմ պատերազմի ժամանակ եւ Էմիլին շատ գեղեցիկ ձևով ներկայացրեց Փառք հայոց ազգին, Փառք հերոսներին։ Իսկ այժմ Ռաֆայել ջան, լսում ենք քեզ։ Հայ ազգ, չեն կարող երբեք հաղթել հայ ազգին, քանի որ հայը անհաղթ է ծնվել, չեն կարող երբեք կործանել հային, քանի որ ասված է ծնվել հայ ազգին, իմ հայ ժողովուրդ, իմ պարծանք, իմ գանձ, դարերով կերտարծան հաղթ իմ հայ ազգ, հայ դեմ կրվելու նրան ջնջել, չի հաջողվի վայրակ ոսոխին, հայը հավարքով իր գործը կանի, երբեք չի սպանի առանց պատճառի, հայը պաշտպան է իր ժողովրդին, պարտական է նայել հողին ջրին, հայ ազգի նման չկա աշխարհում, հայն ամենտեղ միշտ հայ է մնում։ Կեցես Ռաֆայել ջան, իդեպ ասեմ, այս բանաստեղծությունը եւս իմ գրած բանաստեղծությունն է եւ կեցես Ռաֆայել ջան, շատ գեղեցիկ արտասանեցիր, իսկ այժմ լսենք Ալեքսին։ Ալեքս ջան, քանի տարեկան ես, նախասադա։ 11 տարեկան, սիրով լսում ենք քեզ։ Հրաժեշտ Այբենարան, իմ այս փոքրիկ կյանքում ամենամեծ տոնն է այսօր վերջին էջդ եմ փագում Այբենարան իմ փառավոր, դուք հայերեն տառեր սիրուն, այսօրվանից իմն եք հավետ, կյանքի բոլոր ճամփաներում միշտ էլ պիտի քայլեմ ձեզնով գրեմ, ձեզնով կարդամ, մեծ մաշրոցի սուրբ պարքս տամ, իմ բալիկներ, իմ սանիկներ, լավ սերտեցիք տառերը մեր, դե տառերով բառեր կազմեք, բառերով էլ աշխարհ չափեք։ Կեցեք։ Իդեպ վստահ եմ, որ հեռուստադիտողները այն կողմից ձեզ համար եւս ծափահարում են, շատ ապրեք բոլորդ, շատ գեղեցիկ արտասանեցիք յուրաքանչյուրը, իսկ այժմ ձեզ մի քանի հարց պետք է տամ, պատրաստ եք։ Այո։ Քանի տառ ունի հայոց Այբենարանը։ 39 Քանի ձայնավոր հնչյուն։ 6 Որոնք են։ A E I O U E Կեցեք, կարող եք տառերը ասել։ A B G D Y Z E Ö T J I L X C K H Z Ղ Չ M Y N Ş V Ç P Ç R S V T R C U P K Ե V F Կեցեք, կարող եք նաև արտասանել եռագույն։ Եռագույն, Արունից օրած ելիս մի կարմիր, երկնքից պոկված կտոր մի կապույտ, հասուն հասքերի շոր նարնջագույն և 6 տարերի խավարի վրա դրոշ եռագույն։ Կեցեք, ով կարող է ասել մեկ շաբաթը քանի օր ունի։ Ռաֆայել, 7, որոնք են շաբաթվա օրերը։ 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի, ուրբաթ շաբաթ, կիրակի։ Կեցես, ով կարող է ասել ով է ստեղծել հայոց Այբենարանը։ Ալեքս։ Մեսրոպ Մաշտոցը։ Կեցես։
ով կարող է ասել 1 տարին քանի ամիս ունի։ 1 տարին քանի ամիս ունի։ Emily 12 Որոնք են ամիսները բոլորս միասին։ Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ապրեք։ Ամենաառաջի տառը ո՞րն է։ Ա, Ամենավերջի տառը ո՞րն է։ Ֆ, Ապրեք։ Ատառով ով կարող է մի բառ ասել։ Ատառով, Էլա։ Արջ, ատառով, Էդգար։ Արև, ապրես, ատառով։ Ասված պապի, Աստված պապի, կեցես, ատառով, Մերի։ աթոր, Աթոր, ատառով, Ալեքս։ աչք, Աչք, ատամ, ատամ, Աբո ապրեք, շատ ապրեք։
Սիրելի հեռուստադիտող, ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որ մայիսի 11-ին ժամը 12:30-ին ցերեկը կազմակերպում եմ աղջիկների եւ մայրիկներին նվիրված գեղեցիկ միջոցառում, որտեղ հյուրընկալելու եմ միայն աղջիկներին եւ մայրիկներին, որպիսի առօրյայից ազատվեն եւ վայելեն գեղեցիկ օր մի ուրախ եւ դրական միջավայրում։ Սիրելի մայրիկներ եւ աղջիկներ, սիրով հրավիրում եմ ձեզ, որպիսի անցկացնենք գեղեցիկ մի օր L'Orange ռեստորանում 12:30-ից 5:30, որտեղ վայելելու ենք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, ուրախ տրամադրություն L'Orange ռեստորանի դռներից ներս եւ անպայման ուզում եմ, որպիսի դուք ներկա լինեք, որովհետեւ 12 տարի շարունակ կազմակերպել եմ այս միջոցառումը եւ յուրաքանչյուր տարի շատ գեղեցիկ, յուրահատուկ ձևով վայելել ենք բոլոր աղջիկների եւ մայրիկների հետ միասին, այնպես որ բոլորիդ քաջալերում եմ, որպիսի դուք էլ միանաք եւ վայելեք այդ գեղեցիկ օրը։ Էկրանների վրա տեղադրված հեռախոսահամարով կարող եք զանգահարել, ամրագրել ձեր տեղերը նախապես եւ միացեք մեզ գեղեցիկ օր վայելելու միասին։ Այդ օրը նաեւ իմ գրքի շնորհանդեսը կանեմ նաեւ մայրիկների եւ աղջիկների համար հատուկ, եթե ցանկանաք նաեւ ձեզ համար կստորագրեմ իմ նոր գիրքը եւ նաեւ կունենամ իմ բանաստեղծությունների գիրքը։ Իդեպ ասեմ, որ բանաստեղծություններից գիրքը անվանել եմ Կյանքի երանգներ, կոչ, որպիսի լավատես լինեն, օգտող լինեն եւ կյանքը վայելեն վառվռուն երանգներով։ Այնպես որ սիրով սպասում եմ ձեզ մայիսի 11-ին ժամը 12:30 L'Orange ռեստորանում։ Ամրագրեք ձեր տեղերը զանգահարելով էկրանի վրա գտնվող հեռախոսահամարին։ Սիրով կսպասեմ ձեզ։ Երանի հային հայը չխաբեր, հայի պատիվը միշտ բարձր պահեր, երանի հայը հայապաշտ ծնվեր, հայ ազգանունը երբեք չպղծեր, երանի հային հայը չպատժեր, հայի արյունը հայը չթափեր, երանի հայը միաուժ լիներ, արժանի հայի հայ զավակ լիներ, երանի հայը հայախոս լիներ, հայը հայի հետ հարգանքով լիներ, երանի հայը հայատառ լիներ, հայը հային թևթիկունք լիներ, երանի հայը հայ չձևանար, հային արժանի հպարտ հայ մնար, երանի հայը հային չուրանար, հայը հայ ոգով միշտ կայուն մնար, երանի հայը միշտ անհախտ լիներ, հայը հայի հետ համերաշխ ապրեր, երանի հայը հային չլքեր, հայի արյունը միշտ մաքուր պահեր, երանի հայը միշտ սիրով լիներ, հայը հայի դեմ զենք չբարձրացներ, երանի հայը միշտ հայով ապրեր, հայ կոչվելուց միշտ բերկրանք ապրեր, հայը հայի հետ, հային սիրելով, դարեր շարունակ հայ կմնա։